Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Հարգելի երևանցիներ, ավականու հարգելի անդամներ, նախ եւ առաջ ուզում եմ խստիվ դատապարտել Երևանում մեր վարորդների վրա բռնության այդ խայտառակ դեպքերը։ Նախ իմ համախոհությունն եմ հայտնում տուժած վարորդներին եւ նրանց ընտանիքներին եւ մաղթում եմ արագ ապաքինում եւ դիմում եմ մեր քաղաքացիներին պնդելով սա ձև չի վարորդը որևէ մեղք չունի վարորդը տեղից ժողովուրդ կատարում է շատ ծանր գործ կատարում է եռակի ծանր գործ հաշվի առնելով խցանումները փոսերը հիմա էլ ավելի ավելացրեցին ինչ որ աշխատանք որը որ նա չպիտի կատարեր եւ չէր կատարում տեսել եք տևական ժամանակ բայց վարորդները մերպես տուժած մարդիկ են ինչպես քաղաքացիները տրանսպորտից երթևեկող այդ թվում նաեւ վճարող քաղաքացիները տուժում են վերջին ժամանակաշրջանում քանի որ ստեղծվում են խոչընդոտներ եւ տրանսպորտի նաեւ գործունեությունը ավելի դանդաղել նույն ձև տուժած են վարորդները Տուժած են մերպես միանի պատճառով, որովհետև որոշումների ընդունումը տեղի է ունենում իմպուլսիվ, հատվածային, չմտածված, սա հերթական ձևն է։ Որպես ապացույց նշեմ, որ հենց այս դահլիճում տրանսպորտը համակարգող փոխքաղաքապետը համաձայնել էր ինձ հետ ժամանակին, երբ մենք ունենք միայն մեկ վալիդատոր առջևում դրած, որ քիչ է, պետք է ավելացվի, որպեսզի մարդիկ անհարմարություն չկրեն բրթելով առաջ անցնելով։ Հիմա մենք երկու մաներում եւս երկու, ժողովրդում եւս մեկ վալիդատոր անգործության ենք մատնել եւ ստիպում ենք բոլորին արժեվի դրից բարձրանալ։ Այդ դեպքում ինչու ենք առնում այդ վալիդատորները։ Ես ուզում եմ որ պատասխանում նաեւ լսեմ, արդյոք սա հավերժ է տևելու այս առաջի դրից մտնելը։ Երբ օրինակ են բերում Լոնդոնը, որ Լոնդոնում այդպես է, Դու դուք Լոնդոնի մակարդակի տրանսպորտ ունեք, դուք Լոնդոնի մակարդակի փողոցներ ունեք, ավտոբուսի համար առանձնացված ուղիներ ունեք, չեք տեսնում ինչա կատարվում, որպես ամեն օր երթևեկող մարդ, ասեմ ձեզ, այնինչ դուք անում եք տրամաբանությունից դուրս է, որովհետև չի կարելի սկզբում ուղևորահոսքը դուրս չգա ավտոբուսից, այլ մտցնեք նոր ուղևորահոսք, հետո նոր դռները բացեն, ասեն, այ հիմա դուրս եկեք։ Պիտի դուրս գանք, որ այն մարդիկ կարողանան անցնել։ Սա տարական տրամաբանություն է, որը լքել է այս շենքը կարծես։ Բացի այդ արդեն մարդկանց արժանապատվության վրա է ազդում դա, որովհետև անընդհատ հրելով այդ նեղ ժոնգտոնգով փորձում ես անցնել, չես կարողանում։ Լավ, ինչքան կարելի է ծաղրել վճարող քաղաքացիներին։ Տրանսպորտը սկսել է ուշանալ, որովհետև ավելի երկար է մնում, կանգառում, հետևից գալիս է մյուսը չի կարողանում մտնի եւ կարծում խցանման հարց եք լուծում։ Խցանում եք ստեղծում, ոչ թե լուծում։ Իհարկե խցանում է առաջանում հետևանքով։ Տրանսպորտը ավելի ուշ է հասնում կանգառ, որովհետև ավելի շատ ժամանակ է ծախսում յուրաքանչյուր կանգառում։ Այստեղից ես ուզում եմ հասկանալ, ինչի համար ենք մենք աշխատավարձ այստեղ սահմանեցինք հսկիչների համար, ինչու համար այդքան գումար տվեցինք հավելյալ վալիդատորներ գնելու համար, եթե դրանք չպետք է օգտագործվեն, եւ ինչու պիտի այստեղի անորակ, չմտածված, հատվածային իմպուլսիվ որոշումների արդյունքում քաղաքացի եւ վարորդ իրար ծեծեն, իրար, չգիտեմ, հայհոյեն, լուծում տվեք այս հարցին, այսպես չի կարող շարունակվել։